Բարև, սիրելիներ, այսօր ղևտացված 6-րդ և 7-րդ գլուխներու մեջ պիտի անդրադառնանք հատուկ օրենքներուն, որոնք կկարգավորեն այդ ընձաները, որոնք կդրվին զոհասեղանին ծառայող քահանաներուն։ Պիտի սկսենք ողջագեզի բادرակի օրենքով, որ կգտնվի ղևտացված 6-րդ գլխուն 8-րդ և 9-րդ համարներու մեջ։ Այս բարակային ողջագեզը պետք է ամբողջ գիշերը զոհասեղանին վրա մնար։ Այդ մասնավոր նպատակի համար էր, քանի որ ամբողջ գիշերը այրիլը թույլ պիտի տար, որ ամբողջ ընձան սպարեր։ Այդ կգոչվեր այրած զոհասեղան նպատակովը։ Եվ հարաճ նայելով այդ կխոսի նաև Քրիստոսի միջոցով անընդհատ նվիրումին մասին։ Նույն ցևով մեզի գսվի, որ մենք մեզ մեր անձերը մատուցանենք Աստծո որպես կենդանի զոհ, քանի որ Աստված կհաջի իր զավակներուն շարունակական հնազանդությամբ։ Ետքը 10-րդ և 11-րդ համարներու մեջ Աստված բادرվեց քահանաներուն որոշ հագուստ հագվիլ։ Այստեղ քահանաները պետք է հագվեին երկար բադմուջանը, որ սովորական էր բոլոր քահանաներուն համար, բայց նաև հագվեին քթանե սկեստ։ Բաժարը, որ պետք է մարմինը ամբողջությամբ ծածկված լար, որովհետև մարմնին գործերը ընդունելի չէր Աստծո։ Միայն հոգին բդուղն է, որ ընդունելի է անոր։ Ինչպես Պողոս կգրե Գաղատացիս 5:22 և 23-ի մեջ գսե. բայց հոգին բդուղը այս է. սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն, այսպիսի բաներու թեմ օրենք չկա։ Ասոնք են հատկանիշները, որոնք կրնան առաջանալ մեր կյանքերու մեջ Աստծո հոգիին միջոցով։ Ետքը 16 և 17-րդ համարներու մեջ կհասնենք հացի բادرակի նկատմամբ օրենքին, ուր Ահարոնին և անոր որդիին գսվի, որ ուտեն փաղարջ հացը։ Թթխմորը կխոսի չարին մասին, իսկ այստեղ սուրբ դեղը կգարձեմ արտաքին քավիթն է։ Այդ սուրբ էր, քանի որ Աստված այնտեղ էր։ Հիշեցեք, որ Աստված սկիզբը ըսավ Մովսեսին. հոս մի մոդենար գոշիկները թանե քու ոտքերից։ Վասնզի այնտեղը, որում վրա գայներ ես, սուրբ երկիր է։ Ելից 3:5։ Քահանաները ոչ միայն պետք էր ուտեին հացի բادرակեն մասը, այլ նաև պետք է դարձնեին և մատուցանեին այդ հացի բادرակին դասանորդը։ Այսինքն, քահանաները դասանորդը կվերցնեին և Աստծո կմատուցանեին անգե դասանորդը։ Ամբողջ դասանորդը պետք է մատուցվի։ Քահանաները պետք է տան, ինչպես որ կստանան։ Հովիվներ այսօր պետք է օրինակ լան իրենց ժողովրդին դալու նյութին նկատմամբ։ Հիմա եկեք անցնենք ղևտացված գրքին 7-րդ գլխուն, ուր ունենք թե հանցանքի բادرակին և թե խաղաղության բادرակին օրենքը։ Հանցանքի բادرակին զոհը կդրվի մեղքերու համար և այն մատուցողին կհիշեցնեն, որ այս սուրբ զոհաբերությունն է։ Նույնպես Քրիստոս սուրբ և անարատ զոհ է։ Անոր արժանիքն ու կարևորությունը կարելի չէ բավարար չափով ներկայացնել։ Երբ մենք կհասկանանք Քրիստոսի սքանչելիքն ու մեծությունն ու սուրբությունը, այն ժամանակ իսկապես կտեսնենք մեր մեղքին էությունը և մեր մեղսալից գործերը իրենց ամբողջ ահռելիությամբ և սարսափելիությամբ։ Սիրելիս, երբ կըմբռնես Քրիստոսի բարության անհունությունը, դու հագասականորեն կտեսնես քու մեղավոր ըլլալդ և իսկապես կարժևորես զինք որպես փրկիչ։ 7-րդ գլխում մեջ 11 և 12 համարները ունենք խաղաղության բادرակի վերաբերյալ օրենքը։ Եվ այստեղ շեշտը այն է, որ այդ պետք է ըլլա սիրահոժար զոհ։ Եվ ադոր հիմնական բաժարը շնորհակալությունն է։ Ինչպես Պողոս գրած է Եբրայեցիս 13:15-ի մեջ, որ գսե. ուստի անոր ցերկով ամենադեն Աստծո օրհնության բادرակ մատուցանենք, այսինքն մեր շրթունքներուն բդուղը, որոնք իր անունը գթավանին։ Եվ սիրելիներ, այսօր շատ դժվար է գալ եկեղեցի և երկրպագել, եթե պատրաստ չես փառաբանության զոհ մատուցանել Աստծո։ Փողոքող և քննադատող հավատացյալը չի կրնար երկրպագել Աստված։ Նկատի ունեցեք նաև,
որ խաղաղության ընձան պետք է ուտվի մեկ անգամեն, ոչ մեկ ուշացում պետք չէ ըլլա։ Այս կնշանակե, որ մենք պետք է շատ մոտ մնանք Քրիստոսին, խղճի խաղաղության և փորձության վրա զորություն ունենալու համար։ Սիրելիս, մնա այսօր անոր մոտ, այդ է ամենեն կարևորը։ Ամեն։